Գյուղատնտեսության հետ կապված, տեսեք, ռուսական կողմը պատժամիջոցները շարունակում է օր-օրի եւ մենք տեսնում ենք, որ մեր գյուղատնտեսները, բիզնեսի այլ ներկայացուցիչներ այդ սահմանափակումների առաջ են կանգնում։ Քանի որ դուք այդ խնդիրը միշտ եք բարձրաձայնել, հատկապես նախընտրական քարոզչության ժամանակ։ Հիմա արդեն խորհրդանակ տեղափոխվել։ Ինչ քայլեր եք պատրաստվում անել գյուղատնտեսների այդ խնդիրները բարձրաձայնելու համար։ Դիտարկել եք արդյոք օրինակ խորհրդանական լսումներ կազմակերպել եւ այլն։ Իմ առաջի խոսքում մենք հանդես եկանք նաև այդ հարցին անդրադարձող մի կարճ հատվածով, ինչը դա իր մեջ ներառել, որ շատ կարևոր է դիվանագիտական ճանապարհներով լուծել այն սրացումները, որ կարող է լինել։ Տնտեսական խաղաղությունը խաղաղության ձևաչափերից մեկն է։ Մենք պետք է հասնենք տնտեսական խաղաղության մեր գլխավոր տնտեսական գործընկերոջ հետ։ Եվ ես կարծում եմ հայ քաղաքական միտքը ունակ է լուծել այդ հարցը։ Սեմանալի քննարկում եղել է լսումների հետ կապված կազմակերպել։ Լսումների տնտեսական հանձնաժողովը եւ կարծեմ տարածքային հանձնաժողովն է պատասխանատու, մենք լայն քննարկումներ ենք անելու եւ առաջարկելու ենք լուծումներ։